We will attack Pashinyan. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հակակոռուպցիոն դատարանի որոշումը որակել է միաժամանակ եւ հաղթանակ եւ իրավական նորմերի կոպիտ խախտման ապացույց։ Որպես հաղթանակ փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքը, որ դատարանը չի հաստատել քննչական մարմնի կողմից ներկայացված հարկեր չվճարելու եւ փողերի լվացման մասին տնտեսական բնույթի մեղադրանքները։ Դատարանը արձանագրել է, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց, գրել է Ամստերդամը։ Միևնույն ժամանակ միջազգային փաստաբանը շեշտել է, որ կալանքի երկարաձգումը հիմնվել է բացառապես իշխանությունը զավթելու կոչի քաղաքական մեղադրանքի վրա։ Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու եւ քաղաքական հայտ ներկայացնելու համար, նշել է նա։ Ամստերդամը գործընթացը որակել է իրավական աբսուրդ եւ ամոթալի, հավելելով, որ իրենք շարունակելու են իրավական եւ միջազգային ճնշման ռազմավարությունը։ Մեր դիմումը Եվրամիությանը եւ միջազգային կառույցներին, որպեսզի Սամվել Կարապետյանը ճանաչվի որպես քաղբանտարկյալ, ուժի մեջ է եւ ակտիվ իրագործման փուլում, հայտարարել է փաստաբանը։